Արտաշես Ալեքսանյանի ընկերն եք եւ մենք տեղեկացանք, որ դուք եք եղել նրա կողքին հիվանդանոցում։ Հիվանդանոցում չէ, ես երկար տարիներ 15 տարի արդեն ընկերներ ենք շատ մոտ։ Ես եմ գնացել Վրաստանից սահմանից բերել են, երբ որ վատ էր զգում 4 օր առաջ։ Սրտի աշխատանքը իջել էր, ճնշումը 40-60։ Բերել են գիշերով առավոտյան գնաց հիվանդանոց ու հիվանդանոցից արդեն լույս ստացանք, որ դեպի վատ է գնում։ Հետո դեպի լավ սկսեց գնալ, ասես տեղափոխում են արդեն պալատ երկուշաբթի եւ գիշերը 1:30 սրտի կանգ գրանցվեց բժիշկի զանգելով, ասաց, որ հետ ենք բերել, բայց դա նշանակում է, եթե 30 րոպե քաշել է իրեն հետ բերելը սրտի կանգից, ժամը 3:55 նորից սրտի կանգ էլ չկարողացան փրկել։ Ալեքսանյանի ընկերն է երկար տարիների, ես բնակվում եմ 37 տարի արդեն ԱՄՆ-ում, մենք շատ մոտ ընկերներ ենք, մեր բոլոր վիդեոնկար, քեֆեր, բոլորը միասին են։ Անկեղծ կլինեմ մի բառով սենց կարճ ասեմ, մի քիչ զարմացած եմ, որ հայ ազգը կորցնում է վաստակավոր արտիստի, մեդալակիր ոսկե ու Հայաստանի վաստակավոր արտիստ է, այո։ Այո։ Վերջը չմոռանանք ինքը ներկայացրել է ով է հայը։ Նժդե է խաղացել, լավ, դա հերիք չի է ազգի համար։ Նժդե է խաղացել։ Իսկն ո՞րն է ցավալին ձեզ համար։ Ինձ համար ցավալի է, որ այսօր շատ մարդ պետք է լիներ ավելի այստեղ, շատ։ Չգիտեմ, վախում են, թե աշխատանքի են, թե ես չեմ հասկանում, քանի որ ես բնակիչ չեմ, բաներ կա, որ չեմ հասկանում, ժողովրդի մտածելակերպը։ Ճիշտ է, եկել են լիքը արվեստագետներ են եկել, լիքը չգիտեմ, դերասան երգիչ բան, ես իրան երբեք դերասան չեմ համարել, ինքը արտիստ է եղել ինձ համար, ոչ թե դերասան։ Պետական այրերից այցելել եք։ Պետական, եկեք չխոսանք այդ մասին, ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չկամ, ոչ մի քաղաքականության մեջ չկամ, բայց հենց այդ է ուզում ասել, որպես Հայաստանի վաստակավոր արտիստ ոչ մի աջակցություն չի եղել, ես դա կարող եմ ասել անձամբ, որտեղ անձամբ եմ բոլոր բաներով զբաղվել, բոլորը ունեմ կտրոնների վրա եւ ամեն ինչի վրա։ Կարեկցանք, ապրումակցում, ցավագիր, ոչ մի բան չեմ տեսել, ես չեմ տեսել, դա է ինձ զարմացնում, որ այսօր մեզ հետ չէ մի մարդ, ով ներկայացրել է աշխարհին հայը ով է։ Ասենք պատկերացնում եք մեր թշնամի ազգը այսօր ինչքան է ուրախացել, որ sense մարդ գնացել է խոսացող ճիշտ, երբեք չվախեցող, կռված եւ Հայաստանի վաստակավոր արտիստ։ Մարդու են կորցրել, որ չգիտեմ, ես զարմացած եմ ուղղակի, որ այսքան քիչ մարդ եմ տեսել։ Քիչ չեն, ասենք 200, 300, 500 հոգի մարդ, բայց ոչ 1000, պետք է այստեղ տեղ չլներ կանգնել։ Մենք հզոր մարդ ենք կորցրել, հայ ներկայացնող մարդ ենք կորցրել, չմոռանանք, որ մինչև Չեխիայում գեղարվեստական կինոյի մեջ կա։ Իսկան չի գնահատվում, թե ինչ-որ Ես հենց դա է, որ չեմ հասկանում, այսինքն ինչ չի գնահատվում, թե այդքան զբաղված են, որ ոչինչ էլի նորմալ է, չնայած չեմ զարմանում ինչ որտեղ հետ եմ գնում, մենք ունեցել ենք Կարապետ Հայրապետյան, որ մահացել է մետրոյում, ունենք Ֆրունզիկ 3 օր մնացել է տանը, գնամ Էռիարի Սիրեմ արձաննա կանգնած, քիչ այս հարցը նորից եմ կրկնում, ես փոքր ժամանակվանից եմ գնացել այս երկրից, իմ համարում եմ իմ երկիրը եւ ամենահզոր բանը, որ Ալեքսանյանը միշտ քարոզում էր հետ դարձի ճանապարհը, անձամբ ես այդ ճանապարհն եմ բռնել 40 տարի ապրելով դրսում, հետ դարձ ճանապարհն եմ բռնել, որ մի օր գա բոլորս նորից հետ գանք Հայաստան, բայց այսօր մի քիչ զարմացած եմ, եթե սենց մարդուն այս ձև է գնահատվում, ուրեմն ես ով եմ, ստե ոչ մեկ, իմ երկրում, իմ հողում, իմ ջրում, սա է ցավը, իմ համար մեծ ցավ է Ալեքսանյանի կորցնելը, իմ մեր բոլոր սեղաններին ինքը իմ կողքն է եղել, իմ համար ցավ է կորցնել մի մարդու, ով այսքան հայրենասեր մարդ էր, այսքան քարոզում էր հայրենիք, հայրենասեր եւ բոլոր նոր դերասաններին ինքը բացատրում էր, որ ճիշտ եղեք, հզոր խաղացեք, ճիշտ օրինակ է։ Ճիշտ օրինակ էր մեր բոլորի համար։ Իսկ ինչ հետքերն են, ինչպիսին են միշտ հիշել Ալեքսանյանը։ Ալեքսանյանը միշտ ճշտախոս մարդ որպես ինձ համար ես չեմ պատկերացնում։ Հասկանում եք, զերո կեղծություն կար իր մեջ։ Երբեք չեմ տեսել ինքը մի բառ ասեր,
կեղծավոր, երբեք չեղես ստեր, չկար նրա մոտ։ Այն բառը, որ չէր ուզում պատասխանել, ժպիտով անցնում էր առաջ։ Արդեն նշանակում է ինքը ինչքան բարի է։ Ժամի մեջ այն որ sense 1 րոպե չէր ուշանա։ Եթե քեզ հետ պայմանավորվել է 7-ին 5 պակաս այնտեղ կանգնած էր։ Ինքը լավ օրինակ էր ազգի համար։ Ես ցավում եմ, որ ցոտես մարդ են կորցրել։ Շատ լավ մարդ, շատ հզոր, արվեստագետ, արտիստ։